Փակնժդեհին ամենազորեղ մարդուն կամ պետությանը կամ ժողովուրդներին հաղթելու համար եթե դու ֆիզիկապես ունակ չես ոչնչացնել, իսկ հայ ժողովրդին ֆիզիկապես ոչնչացնել փաստորեն հազարամյակները ցույց են տվել, որ հնարավոր չէ։ Ուրեմն դու պետք է նրան ջախջախես հոգեբանորեն։ Նրա մեջ վախ, ցավ, սարսափ եւ կտիրի անտարբերությունը, երբ որ այդ փուլերն անցնեք, կտիրի անտարբերություն եւ նա իր ուժը չի կիրառի։ Ցանկացած մարդու ֆիզիկապես շատ ուժեղ, եթե դուք նրան կարողանաք զայրացնել, վախեցնել, ձանձրացնել, հիասթափեցնել, տարբեր մեթոդներով ու սիստեմատիկ, հետո ինքը կհարմարվի եւ կհիասթափվի եւ անտարբեր կմնա եւ դու կարող եք իրեն ծեծել, ինքը չդիմադրի։ Հասարակ բան է։ Եվ ասեմ աշխարհի 30-ին շատ ազգեր ու հանրահայտ ժողովուրդներ ու կայսրություններ այդպես են վերածել անտարբերությամբ։ Այնքան են քանդել, ճնշել, ազդել։ Մի օր ցվրվել են եւ չեն հավաքվել եւ չեն համախմբվել եւ կորցրել են պետությունը, պետականությունը։ Այսինքն գաղափար եւ ոգի։ Սրանք առաջնային երկու կարևոր պայմաններն են։ Գաղափար, ազգային գաղափար եւ ոգի, կամք։ Կապ չունի, ֆիզիկականը դա երկրորդական է։ Առանց դրա, այսինքն ֆիզիկականին շարժում է գաղափարը։ Չէ՞։ Ծրագիրը մինչև չտակ, ձեռքդ չի գնա կռվի մեջ սուրը չի վերցնի, վահան չի վերցնի, չի կռվի։ Եվ այսօր այդ process-ն է հիմա ներքին եւ արտաքին թշնամին տանում Հայաստանի ներսում։ Մենք բոլորս գիտենք, որ ցարական Ռուսաստանի քարտեզներում Ադրբեջան չի եղել եւ Ալիևի այդ հայտարարությունը թե Սևան Գյոգչայեր կամ Սևան անուն չի եղել, հասկանալ է, չէ՞, կարող ենք ասել բադուր է իր, օրինակ Ադրբեջան, որ դու այտենց անհանգստացած ես, հասկանալի է, որ ինքը դա դիտմամբ է արել, որպեսզի Հայաստանում մի նոր հոգեբանական, ինչու՞ չէ նաև գզվրտոց առաջանա հայերի շրջանում։ Չէ՞, կան մարդիկ, որ կասեն, հա դե բա ճիշտ ասում էլ, բերեք քարտեզները բացեք։ Այնքանը Նիկոլին արդարացնի։ Եվ ինչ անում Հայաստան իշխանությունը։ Ալիևի հերթական սուտը ինքը տեղավորում է։ Գիտեք ինչպես է տեղավորում ռուսերեն վիբրատ ցնցումներ, չէ՞, որ պատկերացրեք ավազը ուզում եք լցնեք պարկի մեջ, լցնում եք եւ պարկը ամբողջովին լցվում է, բայց էլի ավազ ունեք, ուզում եք տեղավորեք, թափահարում եք, չէ՞, ցնցում եք, ինքը նստում է եւ այն ավազը նորից լցնում եք։ Նիկոլը այդ ցնցումն է ապահովում, այդ վիբրացիան է ապահովում, որ Ալիևի սուտ ու կեղծիկը հնարավորինս ինչքան շատ լեն տեղավորվի եւ մարդը արդեն դառնա զոմբի, ասենք ոնց որ Նիկոլականն է, ինչ ասես, ասի հա։ Չդիմադրի։ Նիկոլականները չեն դիմադրում։ Թուրքի ցանկացած պահանջի իրենք պատրաստ են կատարելու։ Հասկանում եք, չէ՞, ինչ է տեղի ունենում։ Ալիևը գցում է մի սուտ հայկական իրականության շրջանառության մեջ, Նիկոլը վիբրացիայով տեղավորում է եւ կերտը հաջորդը, հասկանում եք, եւ որոշակի տևական ժամանակ հետո, եթե դուք այդ ստի աղբյուրը չեք փակում, թողում գնա անդադ կաթում է, մի օր կգա մի պահ, որ արդեն մենք մեր մեջ թերություն կգտնենք, իրար չենք ուզենա լսենք, իրար հետ չենք ուզենա շփվենք, կռիվ, քաշքշոկ, հետո իրարից կվանվենք, կզատվենք ու թշնամին իր վերջնական հարվածը կհասցնի։ Հիմա Նիկոլն ու Ալիևը սա են անում։ Հավատացեք, հաջորդ հարվածը լինելու է, ասենք օրինակ, ասենք այս հենց որ մի քիչ նստեց, արդեն այս Սևանի խնդիրը։ Հաջորդ հարվածը լինելու օրինակ սա, ասենք Ալավերդին դա ադրբեջանական քաղաք է։ Եվ ինքը պատճառաբանություն է բերել, ասելու, բա եթե հայկական քաղաք է, հայերն ինչու են թուրքերեն անվանում դրել Ալավերդի օրինակ։ Չէ՞։ Հարց են բարձրացնելու։ Ո՞նց եղավ հայկական, եթե անունը ադրբեջանական է։ Օրինակ, մինչև օրս։ Եվ սկսվելու է հիմա էլ պետք է ասեն Արցախը տարան Սյունիքը օկուպացրել են, հայ, Գեղարքունիքը, Սևանը, բան արդեն լորի են հասել։ Եվ Նիկոլը նորից կասի, դուք առաջ նայեք, դուք հետ մի նայեք, այդպես որ լինի, չգիտեմ ես ինչ կլինի, մենք գնում ենք խաղաղության, մենք պարտավոր ենք, ես անենք, մենք պարտավոր ենք այն անենք, մենք պարտավոր ենք սենց անենք։ Ամեն ինչ փապկայցնելով, տեղավորելով, նստեցնելով
Եվ մի օր քողականին դառնում է դե լավ դե որ իրենցն է եղել, դե որ թողան թող էսած թողանց գնաց։ Եվ մենք հոգեբանորեն կպարտվենք եւ մեր ուժը չենք կարող կիրառել, գործածել ուղակի չենք կարող։ Բայց ես ասեմ, որ հայկական իրականության մեջ կա քաղաքական միավոր, որը կոչվում է ազգային ժողովրդական բևեռ, որը հալածանքների, ճնշումների տակ անգամ երբեք իր տեսակետը չի փոխում։ Այսինքն որքան էլ թուրքերին, ասենք թուրքերի ջանքերով Նիկոլի միջնորդությամբ փորձեն հայությանը հարմարեցնել թուրքական աշխարհ լինելու գաղափարին, թուրքերին ենթակա, թուրքական վերուդիրով ապրելու, թուրքերին ներելու, հասկանում եք, թուրքերին դոմինանտ ճանաչելու, Հայաստանում կա քաղաքական միավոր, որը ոչ ռուսին, ոչ թուրքին երբեք չի խոնարհվում եւ տեղի չի տալի նրանց ցանկություններին։ Իսկ դա բավարար է, որ ժողովրդին արթնացնեն։ Իսկապես դա բավարար է, բայց այդ քաղաքական թիմը այսօր տեղեկատվական բլոկադայի մեջ է։ Ծնվում են նորանոր քաղաքական միավորումներ, սկսում են խոսել բացառապես բևեռի ծրագրերից, բայց անունը դնում են թե դա իրենցն է։ Եվ հարց է առաջանում. շորտ, այդ ծրագիրը մինչև ձեր գալը ասող կա, ու մինչև հիմա պնդող կա, դուք ինչու եք նոր քաղաքական թիմ բացել եւ չեք միավորվել այդ քաղաքական կուսակցությանը կամ խմբին։ Եթե նույն միտքն եք ասում տարբեր ամբիոններից, հետնել լրատվականները այդ մարդը որ խոսում է, անմիջապես գնում են սկսում են հարցալ, այսինքն տարածում են նրա խոսքը, այսինքն տեղի է ունենում գողություն։ Չնայած մենք ուրախ կլինենք, որ այն ինչ որ մեզանից գողանան իրականություն դարձնեն։ Վերջիվերջո մեր նպատակը Հայաստանը փրկելն է, ոչ թե ամեն գնով Նիկոլի պես իշխանության հասնելը։ Լավ կլինի, որ մենք իշխանության լինենք եւ այդ ծրագիրը իրագործենք, բայց եթե այն քաղաքական թիմերը, ովքեր մեր ծրագիրը գողանալով հետո պետք է տանեն քնեցնեն, ժողովրդին խաբեն Նիկոլի պես, դրանք շատ վտանգավոր են։ Եթե այսօր նրանք խոսում են բևեռի ծրագրերից ու բևեռի տեղը չգիտեն, դա նշանակում է, որ դրանք ներդրված են բևեռին թուլացնելու, հարվածելու, բևեռի ծրագրերը գողանալու, հետո մարելու նպատակով։ Էլ եմ ասում, եթե իրենք այդ գողությունը անեն ու զարգացնեն իրականում, ես շնորհակալ կլինեմ։ Եվ այս համընդհանուր, սա ընդհանուր հոգեբանական վիճակ է, ով առաջատար լրատվականներ ունի, նա անպայման ազդում է ժողովրդի հոգեբանության վրա։ Ես ուղղակի որպես ազգային ժողովրդական բևեռի անդամ ես խորհուրդ կտամ բևեռի լրատվականին հետևեք։ Եթե իսկապես ուզում եք իմանալ աշխարհում եւ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում ինչ է տեղի ունենում, անպայման հետևեք բևեռի լրատվականին։ Դա ամենաանկաշառն է։ Ինքը որևիցե մեկի ֆինանսական աջակցությունը, ոչ մի օլիգարխ, ոչ պետական բյուջե, ոչ մի այլ երկրի բյուջե մեզ չի ֆինանսավորում։ Ազգային ժողովրդական բևեռի հեռուստաալիքը ֆինանսավորվում բացառապես հայ ժողովրդի կողմից, անհատապես։ Բոլորի սեփականությունն է դարձել։ Եթե մեր հեռուստատեսությունը գործում է ձեր նվիրատվությունների շնորհիվ, ուրեմն սա համահայկական ալիք է։ Եթե ուզում եք հոգեբանական ընկճախ չավրել, գաղափարապես մնալ կայուն, հետևեք ազգային ժողովրդական բևեռի YouTube-յան եւ ցանկացած Facebook-յան ալիքներին եւ կմնաք հայ եւ Ալիևի բոլոր խաբկանքներին կարողանանք համարժեք հարված հասցնել եւ պահը հասունանում է նաեւ որքան էլ ոստիկանների քանակն ավելացնի Նիկոլը, որքան էլ փորձի նման կերպ նաեւ ճնշել, հավատացեք, ամեն ինչի լուծում կա, եթե դու գաղափարապես պատրաստ ես։ Ինչպես Ժար Սեֆիլյանն է ասում, ամենահզորը դա գաղափարական մարդն է։ Երբեք չտրվեք Ալիևի եւ Նիկոլի խաբկանքներին։ Մնացեք հայ ու խոհեմ եղեք, ամուր ձեր ոտքերի վրա եւ կամքով ու հոգով։ Մնաք խաղաղությամբ։